Քրեակատարողական ծառայության մասին օրենքում փոփոխությամբ վերանայվել է համակարգում աշխատանքի անցնելու տարիքային շեմը։ Նախկինում այստեղ ծառայության անցնել կարող էին մինչև 30 տարեկան անձինք։ Շեմը վերացվել է։ Քրեակատարողական ծառայության դռները այժմ բաց են թե երիտասարդների, թե փորձառու կադրերի համար։ Ուզում մեր քաղաքացիներին հրավիրեմ աշխատանքի, քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունում թափուր հաստիկները լրացնելու համար առանց տարիքային սահմանափակման եւ անկախ սեռից երկու ծառայություններում էլ ունենք թափուր հաստիկներ, որովհետեւ նոր հաստիկներ ենք ավելացրել ծառայության որակը բարելավելու համար։ Նախորդ տարի վարչապետի որոշմամբ պրոբացիայի ծառայությանը տրամադրվել է լրացուցիչ 130 հաստիկ։ Հուլիսի տվյալով ծառայությունն ունի 299 հաստիկ, որից միայն 233-ն են պրոբացիայի ծառայողներ, մնացած 66-ը աջակցող տեխնիկական սպասարկման աշխատակիցներ են։ Այս պահին ծառայությունում կա գլխավոր, ավագ եւ կրտսեր ծառայողի 36 թափուր տեղ։ 130 հաստիկներից թվով 85 հաստիկ եւս շուտով ենթակա կլինի համալրման, կապված նոր գործառույթի հետ, որը որ տրամադրվելու է պրոբացիայի ծառայությանը, մասնավորապես տնային կալանքի տակ գտնվող անձանց ուղեկցումը պետք է իրականացվի պրոբացիայի ծառայողների կողմից։ Բաղդասարյանը հիշեցնում է ծառայության անցնելու օրենքով սահմանված պահանջները։ Որպես պրոբացիայի ծառայող կարող է աշխատել 18 տարի լրացած հայրենի տիրապետող հայաստանյան քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն, նաև օրինական հիմքերով պարտադիր զինծառայությունից ազատված անձինք։ Պրոբացիայի ծառայողների համար պաշտոն զբաղեցնելու համար սահմանային տարիք է համարվում 55 տարեկանը։ Թափուր հաստիկների համալրվածության արդյունքում պրոբացիայի ծառայողը կոնկրետ ծառայությունը կշահի այնքանով, որ պրոբացիայի ծառայողների ծանրաբեռնվածությունը զգալիորեն կթեթևանա, ինչպես նաև որակի վրա էական ազդեցություն կունենա։ Հետաքրքրվողներին ծառայությունից տեղեկացնում են թափուր աշխատատեղերի դիմելու համապատասխան սոցիալական երաշխիքների մասին տեղեկությունները ծառայության պաշտոնական կայքեջում են։ Ամեն օր թարմացվում է թափուր տեղերի համալրման հայտարարված մրցույթների մասին տեղեկությունը։ 6 ամսից ավել է այստեղ եմ, միշտ հետաքրքրել է այս ոլորտը, ցանկացել եմ, որ համալսարանը ավարտելուց հետո շարունակությունը իմ մասնակցության լինի քրեական ոլորտով, միշտ քրեական իրավունքը ավելի շատ է հետաքրքրել։ Սա էլ շատ լավ առիթ էր այստեղ իմ աշխատանքը սկսելու։ Մրցույթների մասին տեղեկությունը հասանելի է նաև Ազդարարայեմ կայքում։ Բաղդասարյանը ծառայության պրոֆեսիոնալ կադրերով համալրումը կարևորում է, հաշվի առնելով, որ տարեցտարի ավելանում է ծառայության ծանրաբեռնվածությունը։ Պայմանավորված վերջին տարիներին այլընտրանքային խափանման միջոցների, տնային կալանքի վարչական հսկողության վերաբերյալ դատական ակտերի մեծ թվով։ Ծառայության պետի տեղակալը նաև նշում է, ակնհայտ է, որ այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ մեկ անձի հաշվով պետության ծախսը մոտ 5-6 անգամ ավելի քիչ է, քան քրեակատարողական հիմնարկում մեկ անձի հաշվով ծախսը։ Մայա Խաչատրյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։